չափով չենք ճանաչում այն միջավայրը, որում գործում ենք եւ ինչ պետք է անենք, որպեսզի միացրեք պարոն Եղոյանի բարձրախոսը։ Այդքանը։ Պարոն Փաշինյան, շատ տխուր է, եթե ոչ մի բանի մասին, ճիշտ ասած երևի ձեզ օգնեց այս ինչ որ անպատասխան զանգը, որ ավարտեք ձեր ոչինչ ասող խոսքը, բայց նախ ուզում եմ մի գնահատում անել։ Հայցերը հետ վերցնելով դուք թույլատրում եք Հայաստանի դիրքերը։ Սա կարևորագույն գնահատում է։ Երկրորդը, ես խորը համոզվածություն ունեմ եւ մեր հասարակությունը անկախ Հայաստանի իշխանության, կառավարության գլխում ովքեր են եւ ինչ է քաղաքական ուժ, Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հետապնդումը եւ ճակատագիրը որպես հանրապետություն նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է։ Այն որ զիջումները ավելի քան համարձակ են, դուք հերքում եք զիջումները, այդ մասին խոսեց նույնիսկ Գերմանիայի արտգործ նախարարը, ողջունելով այս ճակերտավոր խաղաղության ընթացքը։ Իսկ զիջումները առանց փոխադարձության չեն լինում։ Այո, ես հասկանում եմ անվտանգային այն մղձավանջը, ինչի մեջ նաև ձեր քաղաքական իշխանության եւ քաղաքական պատասխանատվության եւ արժանապատվի արդյունքում հայտնվել է Հայաստանը, բայց ինչու չեն գործադրում փոխադարձության սկզբունքը։ Դուք հրաժարվում եք բոլոր գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, հետո ասում եք, թե դուք ոչինչ չեք զիջում, եւ հետո մենք ունենք այն դատավարությունը, որ ունեցք միջազգային բառապաշարով unlawful detention, ապօրինի դատավարական գործընթացներ, եւ դուք կարծես թե ասելիք չունեք։ Ես կոնկրետ հարց էի տալիս. գերիների վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ գործողությունների ծրագիր ունի։ Ես կարծում եմ սա 5-րդ կամ 4-րդ անգամ եմ այս հարցը բարձրացնում։ Սա մեր հավաքական արժանապատվության հարցն է։ Տիկին Գալստյան, հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ է մտնում պայմանագիրը ստորագրելուց եւ այն վավերացնելուց հետո։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում, այսինքն այդ հայցերը հետ վերցնելը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, վերաբերվում է Ադրբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է, ինչպես դուք եք նշում, թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը։ Այսինքն սա ֆունդամենտալ արձանագրումն է։ Երկրորդը, որը շատ ավելի ֆունդամենտալ մի հարց կա, եւ ես այսօր sense թե նենց պլանավորել էի այդ մասին խոսել եւ կխոսեմ այդ մասին, ֆունդամենտալ հարցը հետեւյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել, այսինքն մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, թե պիտի չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այս ամբիոնից իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ, ասելով թե ինչ դերակատարում է, ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ եւ աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Եվ ուզում եմ ասել, որ այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի եւ մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Մինասյան։ Շնորհակալություն, հարցս կրկին ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, տարիներ շարունակ բանակցեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ եւ մարտի 13-ին
հայտարարեցինք այն մասին, որ այո, պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են եւ Հայաստանը համաձայն է ստորագրել փաստաթուղթը հենց այսօր։ 50-ից ավելի երկրներ եւ միջազգային կառույցներ իրենց դրական արձագանքով խրախուսեցին թե Հայաստանին, թե Ադրբեջանին կնքել խաղաղության պայմանագիրը, բայց ի պատասխան դրան մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից նախ առաջ քաշված նախապայմաններ, որոնք երբևիցե բանակցային սեղանին այսպես ասած չեն եղել թե սահմանադրության վերաբերյալ, թե այլ դրույթներ, հետագայում ապատեղեկատվություն, որ կրակոցներ են սահմանին Հայաստանի կողմից եւ Հայաստանը խախտում է հրադադարը, իսկ վերջին օրերին սահմանամերձ գյուղերից գյուղի բնակիչները նաև հայտնում են, որ ոչ իհարկե սահմանի կամ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, բայց կրակոցներ են լսում անդադար, երեկ էլ տեսանյութեր տարածվեց, իհարկե Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածել է այդ ուղղությամբ, որ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն եղել կրակոցները։ Ես կխնդրեմ մեկնաբանեիք մեր հասարակության համար Հայաստանի Հանրապետության արձագանքը ինչու է ասիմետրիկ Ադրբեջանի ապակառուցողական դիրքավորմանը։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան հարցի համար։ Սիմետրիկ թե ասիմետրիկ իրադրության առանձնահատկությունը հետևյալում է, որ մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարությամբ։ Մեզ համար ակնհայտ է, որ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս կան պրոցեսներ եւ կան ցանկություններ եւ կան պլաններ Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը դուրս բերել այդ ռազմավարությանը հետևելու եւ այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից եւ մեր բոլոր գործողությունները պետքա կարդալ այս տրամաբանությամբ։ Այսինքն մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։ Այդ ընթացքում մնացած ամեն ինչը մենք դիտարկում ենք այս դիտանկյունից եւ այս ռազմավարության ֆոնին եւ իհարկե չենք կարող չնկատել ամենատարբեր գործոններ, բայց նաեւ այս ռազմավարական տրամաբանության մեջ են մեր արձագանքները։ Ինչ վերաբերվում է պայմաններին եւ նախապայմաններին, տեսեք մենք ինչ ենք ասում, որ օրինակ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է։ Այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի, որ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետքա չշարունակենք։ Հետևաբար, բայց ինչու ենք հետաձգում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է, ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված դրվագին, ես դրան նախկինում բազմիցս անդրադարձել եմ, ասելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այդ խնդիրը լուծում է, ես հիմա ժամանակի սղության պատճառով չանդրադառնամ դրան, եւ այդ թվում նաեւ այդ պատճառով, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը, արդեն համաձայնեցված նախագիծը այդ հարցը լուծում է, դա պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ եւ սահմանադրությունների եւ այլնի հետ կապված մտավախությունների լուծման ճանապարհը ռացիոնալ մոտեցում ոչ թե նա, որ եկեք մենք ասենք դե ուրեմն սահմանադրությունը փոխեք, որ խաղաղության որ մտավախությունները փարատվեն եւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այլ մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, որովհետեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այդ տեքստը, այդ փոխադարձ պարտավորությունները
կստանան ավելի բարձր իրավական ուժ, քան մեր ներքին օրենսդրությունները։ Սրանում է ամբողջ հարցը։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես կխնդրեմ ուղղակի նկարագրեք իրավիճակը, երբ օրինակ ինչպես Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտն է շեշտում կամ որոշակի շրջանակներ հանրության կողմից ասում են, որ մենք չպետք է արձագանքենք այնպես, ինչպես արձագանքում ենք, օրինակ Հայաստանի Հանրապետությունը պետք է անընդհատ չասի, որ այո, պատրաստ ենք ստորագրել, հենց այսօր պատրաստ ենք ստորագրել, ինչ կլիներ, եթե օրինակ հակադարձ ձևով ըստ Ադրբեջանի տրամաբանության մենք պատասխանեինք Ադրբեջանի այս դիրքորոշումներին։ Նախ մենք ասում ենք պատրաստ ենք ստորագրել, որովհետև պատրաստ ենք ստորագրել։ Այսինքն ես իրոք պատրաստ եմ ստորագրել։ Եվ իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից, որովհետև այդ թուղթը 2021-22 թվից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, բայց պատկերացրեք համաձայնեցված տեքստը ասենք չէ, պատրաստ չենք ստորագրել, բայց եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ ենք համաձայնվել։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ կլինի, գիտեք, այդ տրամաբանությամբ ես ճիշտ ասած չեմ մտածել, որովհետև էլի եմ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, որովհետև պատրաստ եմ ստորագրել։ Եվ ընդ որում, երբ որ ասում եմ պատրաստ եմ ստորագրել, ի հեճուկս բոլոր այդ դավադրական տեսությունների այդ թեման էլ կա, չէ, որ ինչի չեք ուզում հրապարակվի այդ թուղթը։ Բա ընդհակառակը ուզում ենք հրապարակվի, որովհետև սենց ստորագրվեց, պետքա հրապարակվի։ Պետքա գնա կառավարություն, սահմանադրական դատարան, ազգային ժողով։ Պատրաստ ենք ստորագրել, դրա համար էլ ասում ենք պատրաստ ենք ստորագրել։ Շնորհակալ եմ։ Էդգար Հակոբյան։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հարցս ուղղում եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Պարոն Պապոյան, մեր հայրենակիցներից շատերը դիմում են ֆիզիկական անձանց տրամադրված էլեկտրոմոբիլների ներմուծման քվոտային, շատերը մեքենաները ներմուծել են այն ակնկալիքով, որ կօգտվեն քվոտայից, բայց տեղյակ ենք բոլորս, որ տարվա սկզբում ժամանակից շուտ քվոտան սպառվեց եւ հնարավորություն չունեն։ Խնդրեմ նշեք ինչ ունենք հետեւյալի հետ կապված, ինչ ակնկալիքներ ունենան մեր հայրենակիցները։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, ըստ կառավարության որոշման, որը սահմանվել է տարեվերջին նախորդ տարվա, շատ հստակ խաղի կանոններ են եղել սահմանված, որտեղ նշված է եղել, որ քվոտայի մի հատվածը տրվում է դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրերի հիմա վրա գործող կազմակերպություններին, այսինքն կազմակերպությունների, որոնք որ ներկայացնում են ուղիղ արտադրողին, արտադրողի պատասխանատվությունն են ներկայացնում սպառողների առաջ, ունեն երաշխիքային սպասարկում եւ ունեն այդ սպասարկման իմպլեմենտացիայի հնարավորություն։ Եվ 5000-ը, այսինքն մեծ մասը, դա տրվել է անհատներին, որոնք որ այդպիսի հնարավորություն ունեն։ Եվ այդ տրամաբանության մեջ գործել են երկու կողմ, բոլոր կողմերը, եւ պետությունը, եւ անհատները, եւ կազմակերպությունները։ Եվ դրա շրջանակում անհատների քվոտան սպառվել է, իսկ կազմակերպություններին դեռևս չի սպառվել, բայց կազմակերպությունները պայմանագրեր են կնքում։ Օրինակ իրենց քվոտան չեն սպառել, բայց իրենց քվոտայի մի զգալի մասի չափով արդեն իսկ պայմանագրեր են կնքել այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնց համար պետք է մեքենաներ ներմուծեն եւ այնուհետեւ տրամադրեն իրենց, վաճառեն իրենց, այս դիլերական, դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա։ Հետևաբար ես կարծում եմ, որ խաղի կանոնները փոխելը խաղակեսին դա
լավ գաղափար չէ, ճիշտ գաղափար չէ եւ գործարար միջավայրի համար շատ վնասակար երևույթ է եւ մենք կարծում ենք, որ պետք է մնանք այս դիրքորոշմանը մինչեւ վերջ։ Արձագանք։ Շնորհակալություն։ Զարուհի Բաթոյան։ Մեծարգո պարոն վարչապետ, այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը եւ եթե չեմ սխալվում դրանից հետո նաեւ դուք արդեն հայտարարեցիք, որ պատրաստ եք ստորագրելու, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսեց տարածել ապատեղեկատվություն այն մասին, իբրև թե Հայաստանի կողմը, հայկական կողմը սահմանագծին կրակ է բացել եւ իհարկե մեր պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով հերքում էր այս ապատեղեկատվությունը, սակայն փորձից ելնելով եւ հանրությունը եւ տարբեր շրջանակներ սկսեցին քննարկել այն հարցը, որ սա ճնշման միջոց է, ճնշման փորձ, գուցե զիջումներ պահանջելու կամ որևէ կերպ այս գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը խաթարելու։ Հարցս հետևյալն է, արդյոք դուք ունեք նման զգացողություն եւ արդյոք այսպիսի, այսինքն ուժի դրսևորման փորձերը, այս պրովոկացիոն քայլերը կարող են դիտարկվել, կարող են խաթարել այս գործընթացը եւ ինչպիսին է ձեր գնահատականը, եթե ոչ, ապա ինչ եք կարծում, ինչ էր սա, ինչու դա հաջորդեց միանգամից այն հայտարարությանը, որ արդեն տեքստը համաձայնեցված է։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար։ Ըստ էության այդ հարցին էին նաև անդրադառնում, ասելով, որ մենք ռազմավարություն ենք որդեգրել եւ մենք պետք է այդ ռազմավարությանը հավատարիմ մնանք եւ շարունակենք մեր գործողությունները այդ ռազմավարության շրջանակներում եւ դա ճնշում անվանել, այլ բան անվանել, տեղեկատվական գրոհ անվանել, այդ ամեն ինչը այո, բայց ես ուզում եմ նաև մի նրբություն ընդգծեմ, որին վերաբերյալ խոսեցի նաև նախորդ հարցերից մեկին, ամեն դեպքում մեր վերաբերմունքը հետևյալն է, որ ցանկացած իրավիճակ մենք պետք է ավելի խորը եւ ավելի լավ եւ ավելի համապարփակ հասկանանք։ Եվ այս է պատճառը, որ մենք նաև պաշտպանության նախարարությունը այդ շրջանում իր հաղորդագրությունների մեջ անդադ ընդգծում էր, որ մենք պատրաստ ենք քննել բոլոր այն կոնկրետ դեպքերը, որոնց վերաբերյալ կլինեն կոնկրետ տեղեկություններ, կլինի կոնկրետ տեղեկատվություն։ Եվ մենք այս ուղերձը նաև հղում ենք եւ հղել ենք դիվանագիտական խողովակներով եւ նաև որոշակի տեղեկություններ ենք ստացել դիվանագիտական խողովակներով եւ այդ տեղեկությունները նաև ամենայն լրջությամբ եւ ամենայն անկեղծությամբ քննում ենք, որպեսզի հասկանանք իրադրությունը ավելի կոնկրետ, որովհետեւ ելի եմ ասում, մեր մոտեցումների մեջ այդ բոլոր ընկալումները կա, բայց այնուամենայնիվ ցանկացած իրադրություն պետք է ավելի լավ հասկանալ։ Ցանկացած երևույթ պետք է ավելի լավ հասկանալ, գուցե այդ երևույթի մեջ կան շերտեր, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, նույնիսկ երկրորդ հայացքից տեսանելի չեն, նույնիսկ երրորդ հայացքից տեսանելի չեն, եւ մեր խնդիրը այն է, որ ըստ էության երկու կողմերից ոչ մեկը չի հայտարարում, որ ես պատրաստվում եմ կամ ես ուզում եմ էսկալացնել իրավիճակը։ Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ չեն ուզում, ուրեմն երկու կողմն էլ պիտի որոշակիորեն շահագրգռություն ունենան, որ եթե կան ինչ-որ երևույթներ, որոշակիորեն փորձեն աջակցել մեկը մյուսին այդ երևույթները ավելի լավ հասկանալու համար։ Եվ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, ելի եմ ասում, խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Ես այն հայտարարությունը, որ քիչ առաջ ասացի, հասկանում եք, կամ բաներ, որոնք իրենք ունեն շատ խորը հայեցակարգային հենք։ Եվ երևացող հատվածը փոխելու համար պետք է հայեցակարգային հենքը փոխես, որպեսզի
այսպես ասած, երևացող այսբերգի, երևացող կողմի մեջ որոշակի փոփոխություն տեղի ունենա։ Մենք ասում ենք, որ փոխադարձաբար հիմա արդեն արձանագրված միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, ընդ որում նաև դե յուրե, որովհետև սահմանազատման կանոնակարգերը, որոնք արդեն վավերացված թղթեր են երկու երկրներում, Ալմատի հռչակագիրը ճանաչված է որպես բազային սկզբունք։ Եվ մենք այս համատեքստում ասում ենք, որ մենք Ղարաբաղյան շարժումը մենք մեր կողմից չենք շարունակում։ Մենք համարում ենք, որ գնում ենք ուրիշ ճանապարհով։ Եվ այս տրամաբանության մեջ մենք այդ նշանակում է, որ սահմանային միջադեպերի հետ կապված էլ ընդհանուր վերաբերմունքը եւ ընկալումը պետքա փոխվի եւ բանաձևը պետքա փոխվի։ Եվ մենք գնում ենք այդ բանաձևը փոխելու ճանապարհով։ Արձագանք։ Պարոն վարչապետ, կարող ենք այնուամենայնիվ արձանագրել, որ նույնիսկ սահմանային իրավիճակի դեպքում մեր հաղորդակցության գոնե որակն է փոխվել, այսինքն այս նաև խաղաղության պայմանագրի եւ ընդհանրապես այս բոլոր շփումների արդյունքում, որովհետեւ կարծում եմ հանրությունը այդպիսի ակնկալիք առնվազն ունի եւ արդյոք այդ խորքային մակարդակում դուք այդ փոփոխությունը տեսնում եք եւ երկրորդ հարցս տեխնիկական է, արդյոք մենք սկսել ենք հաղորդակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի օրվա հետ կապված այս առումով ունենք առաջընթաց, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները եւ իհարկե նաեւ հրապարակային առաջարկություններ զուգորդուն ենք նաեւ դիվանագիտական խողովակներով, առաջարկներով եւ ինչ որ աշխատանք է գնում, լավ ժանր չէ եւ լավ չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմել, որովհետև երբ որ այդ աշխատանքը արդյունավետ կլինի, արդյունք կբերի, այդ արդյունքը կտեսնեն բոլորը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես, գիտեք, ես չի ուզենա խորքային բնորոշումներ տալ, որովհետև այն ինչ որ ունենք արձանագրած որպես առաջընթաց եւ հաջողություն, այդ ամեն ինչի մասին մենք բոլորը գիտեն։ Այն ինչ որ դեռևս չի հաջողվել լուծել, դրա մասին էլ բոլորը գիտեն եւ հետեւաբար կոնկրետության մեջ մնալու համար ինչ որ կոնկրետ ունենք, այն ինչ որ դեռևս կոնկրետ չունենք, չենք բացառում, որ հաջորդ պահին կունենանք, բայց չեմ բացառում, որ հաջորդ պահին էլ չենք ունենա։ Այնպես որ վաղաժամ գնահատականներ այդքան էլ ճիշտ չեն։ Շնորհակալ եմ։ Շիրակ Թորոսյան։ Շնորհակալություն, մեծարգո Պարոն վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցս ուղղված է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան 2023 թվականի ապրիլի 6-ին իմ առաջարկով ձեր աշխատասիրությամբ և վարչապետի գիտությամբ ուսուցումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց որոշում, համաձայն որի Վրաստանի Սամսխե Ջավախ և Քվեմո քարտելի նահանգներում հաշվառված և բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի բուհերում ստանում են ռոտացիայից օգտվելու իրավունք։ Սա շատ կարևոր որոշում էր, ժամանակին մենք խոսել ենք այդ մասին և շատ բարձր ենք գնահատել, չեմ ուզում նորից որոշման գնահատման գործընթացի մեջ մտնել, բայց ասեմ, որ որոշ բուհերում մենք բախվում ենք խնդիրների և բուհերի ղեկավարները հրաժարվում են նշյալ քաղաքացիներին ընդգրկել ռոտացիայի խմբերում, պատճառաբանելով, թե այդպես չի պահանջում օրենքը, բայց մենք աշխատել ենք շատ բուհերի հետ, նրանց ներկայացել ենք որոշման պատճենը և հասել ենք հաջողության, չնայած, որ մինչև հիմա այդ խնդիրը շարունակվում է։ Օրինակ, վերջերս ֆիզիկական կուլտուրա և սպորտի ուրեմն ինստիտուտում մենք չկարողացանք այդպես էլ հասնել հաջողության, երբ որ ռոտացիայի ենթակա ջավախցի ուսանողը չօգտվեց, մինչև այս պահը չի օգտվում իր այդ իրավունքից։ Ես խնդրում եմ ձեզ այս բարձր ամբիոնից հրապարակավ նորից վերահաստատել, որ կա այդ որոշումը և կա այդ իրավունքը ջավախցի ուսանողների համար։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան։
Շնորհակալություն պարոն Թորոսյան բարձրացված հարցի համար։ Միանշանակ կարգը գործում է բոլոր բուհերի համար եւ ռոտացիան պետք է իրականացվի բոլոր բուհերում, որտեղ որ դրա կարիքը կա եւ շնորհակալություն այն տեղեկատվության համար, որ փոխանցեցիք, կարծում եմ, որ մենք անմիջապես կզբաղվենք խնդրով, առանձին նաեւ լրացուցիչ գրության բոլոր բուհերին եւս մեկ անգամ կիրազեկենք եւ խստիվ կպահանջենք, որպեսզի հետևեն կարգի պահպանմանը, ինչ վերաբերում է առանձին դեպքերին, որ գուցե խնդիր է առաջացել, այս բոլոր դեպքերում էլ կարծում եմ, որ ուսանողների իրավունքների անմիջապես վերականգնում պիտի ունենանք, իհարկե, եթե կարիքը կլինի, մենք էլ լրացուցիչ կուսումնասիրենք իրավիճակը հասկանալու համար, որ ռոտացիայի կարգի կիրառումը տվյալ պարագայում տեղին է եղել եւ չկա ուղղակի իրավիճակի նաեւ այլ մեկնաբանություն, բայց միանշանակ կարգը գործում է բոլոր բուհերի համար եւ մենք հետեւողական կլինենք, որպեսզի նման դեպքեր չլինեն։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Շատ շնորհակալություն տիկին նախարար, ես ակնկալում եմ այո ձեր այս պատասխանը, որ նորից լրացուցիչ իրազեկում տեղի ունենա բուհերի համար եւ նաեւ որ իրանք իսկապես համոզվեն, որ այդ կարգը կա, որովհետեւ կոնկրետ ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ինստիտուտի ռեկտորին բացատրվել է խորհրդի նախագահի կողմից բուհի, ես անձամբ խոսել եմ իրավաբանի, բուհի իրավաբանի հետ, ուղարկել եմ որոշման պատճենը, բայց նրանք մնացել են անդրդվելի եւ հայտարարել են, որ միևնույն է այդ ուսանող իրավունք չունի օգտվելու ռոտացիայից։ Ես ստիպված եմ խնդրի լուծումը տեղափոխել այս հարթակ, որովհետեւ ուրիշ բան ինձ չէր մնացել։ Շնորհակալ եմ ձեր մոտեցման համար եւ ակնկալում եմ, որ լրացուցիչ իրազեկումներ անեք եւ կոնկրետ ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ինստիտուտի հետ կապված այդ առանձին խնդրին ուշադրություն դարձնեք։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, պարոն Թորոսյան, ես ինքս էլ կծանոթանամ կոնկրետ այդ դեպքին, կհասկանամ, թե բուհը ինչ հիմնավորումներ ունի, եթե ասում է, որ ռոտացիան այդ պարագայում չպիտի գործի, որտեղ փաստացի ձեր նկարագրած իրավիճակում իրազեկված են կարգից, բայց ամեն դեպքում պետք է հասկանալ իրավիճակի բոլոր շերտերը ու կարծում եմ կապի մեջ կլինենք կոնկրետ այդ խնդիրը կարգավորելու։ Ինչ վերաբերում է կարգի կիրառմանը, բնականաբար դա պիտի գործի եւ մենք լրացուցիչ կհամոզվենք, որ բոլոր բուհերը տեղեկացված են եւ կիրառում են հենց այնպես, ինչպես որ գրված է։ Շնորհակալություն։ Դավիթ Կարապետյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, խնդրի մասն եմ ուզում բարձրաձայնել։ Արդեն շուրջ 1 ամիս է, ինչ հարևան Վրաստանի տարածքում անհարկի եւ անհասկանալի քաշքշուկներ են առաջացնում հայկական ծագման բեռներով բեռնված մեքենաների, մասնավորապես ծաղիկ տեղափոխող մեքենաների համար, մասնավորապես Լարցի անցակետում վրացական կողմի մասն է խոսքը, վրաց մաքսային ծառայողները, բեռնատարները հետ են վերադարձնում, ասում են դեպի Թիֆլիս տարեք, որտեղ պետք է հավելյալ զննության անցկացվի, ճանապարհին անգամ լինում են դեպքեր կամ այնտեղ հասնելուց հետո մոտենում են բեռնատարների վարորդներին անհասկանալի մարդիկ, որոնք այս կամ այն կառույցից են ներկայանում, երբեմն ուղղակի քաղաքացիական անձիկ, որոշակի գումարների դեպքում ասում են, որ խնդիրը կարող են լուծել։ Նման իրավիճակը անհնարին եւ աննպատակահարմար է դարձնում տնտեսվարողների արտահանումները դեպի Ռուսաստան։ Տնտեսվարողները նաև այս մասով դիմել են պետական եկամուտների կոմիտեին, պետական եկամուտների կոմիտեն քննարկումներ է ունեցել վրացական լիազոր մարմնի հետ, պետական կոմիտեի հետ, եկամուտների եւ պատասխանել է քաղաքացիներին, որ դա պետական եկամուտների կոմիտեն չի զբաղվում, այլ վրացական պետական մարմիններ դիմել են իրենց պեկին, որպեսզի ապրանքները հավելյալ զննության անցկացնեն, բայց նաև հարկ եմ համարում նշել, որ տրանզիտ բեռներ են եւ զննություն որպես այդպեսին ոչ էլ լինում է։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցի համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ խնդրի մասին տնտեսվարողները մեզ տեղեկացրել են եւ մենք ակտիվ աշխատում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ եւ ըստ էության
պետք է նախնական պատասխան դիրքորոշումը հետևյալն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ իրականացում, բայց ուզում եմ նշել, որ այդպիսի առանձին դեպքեր են ձեր նշած դեպքերը, դրանք ընդհանուր դեպքեր չեն, բայց պետք է ասեմ, որ աշխատում ենք եւ կարծում եմ, որ լուծում մոտակա օրերին կունենանք։ Արձագանք։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե պետք լինի, ես ձեզ տվյալներ հավելյալ կփոխանցեմ, այնտեղից վիդեոներ եւ այլն, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, տվյալներ ունենք եւ ուզում եմ նշել, որ դա առանձին կազմակերպությունների հետ է կապված, խնդիրը հասկանում ենք, գործընկերներին էլ տեղեկացրել ենք, իրենք էլ են փոխանակվում մեզ հետ տեղեկատվությամբ, աշխատանքային մթնոլորտում կարծում եմ լուծվող հարց է։ Մեր դեսպանը նույնպես զբաղվում է։ Թադևոս Ավետիսյան։ Հարցս վերաբերում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության վազող ծրագրերին, հետևաբար ուղղված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։ Այս տարվա առաջին 3 ամիսներին, հունվար-մարտ ամիսներին, այդ աջակցությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար նախատեսված է 50,000 դրամ։ Հաջորդ եռամսյակին, այսինքն ապրիլից հունիս, դուք այդ աջակցությունը էապես նվազեցնում եք, 4 հոգանոց ընտանիքի վրա վերցնենք, միջին ընտանիք, այսինքն առաջի եռամսյակում այդ ընտանիքը ստանում է 200,000 դրամ, երկրորդ եռամսյակում ընդամենը 80,000 դրամ, որովհետև բացի չափի նվազեցումը 50,000-ից 40,000, դուք նաև ընտանիքի չափահաս անդամներին էլ աջակցություն չեք տրամադրում, որտեղ այդ աջակցությունը միայն 63-ից բարձր տարեցների համար է, հաշմանդամություն առաջի երկրորդ խումբ ունեցող եւ երեխաների համար է։ Եվ հետո տարվա արդեն վերջի եռամսյակում նախատեսում եք, այսինքն երկրորդ կեսին արդեն նախատեսում եք, որ այդ աջակցությունը կդառնա 40,000-ից 30,000։ Հիմա հարցը շատ պարզ եւ վերաբերում է հետեւյալին։ Այդ աջակցության նպատակը ըստ էության նույնը ժամանակավորապես բնակարանային ապահովում։ Մարդիկ տնավեր են եղել, կորցրել են իրենց տունը, կահ-կարասին, ամեն ինչ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում եւ կառավարությունը տալիս է աջակցություն, որ բնակարանային ժամանակավորապես ապահովման վարձավճարը վճարեն։ Հիմա այդ 4 հոգանոց ընտանիքը պայմանական եւ առարկայական, երբ որ ստանա ապրիլից 80,000 դրամ, ձեր կարծիքով այդ վարձավճարը ոնց պիտի վճարի, թե պիտի դառնա անտուն կամ գնա արտագաղթի։ Հարցին կպատասխանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Պարոն Ավետիսյան, շնորհակալություն հարցի համար։ Նախ ասեմ, երբ որ մենք մեկնարկում էինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր ծրագրերը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքի տրամաբանության մեջ են, եւ մենք տեղյակ ենք եւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ ձեր նշած բնակարանների համար վարձակալության եւ կեցության ծախսերի ապահովման ծրագիրը, եւ մենք զուգահեռաբար հայտարարեցինք ավելի երկարաժամկետ ներառական ծրագրի մասին, որը մեր բնակարանային ապահովության ծրագիրն է։ Եվ սա նշանակում է, որ երբ որ մենք անընդհատ կախվածության մեջ ենք պահում նրանց այս վարձավճարի, այսպես ասած, կեցության համար ծրագրից, մենք նաև արհեստական խոչընդոտ ենք ստեղծում, որպեսզի մարդիկ ավելի արագ եւ ինտենսիվ ներառվեն մեր աջակցության երկարաժամկետ ծրագրերում։ Երբ որ դուք բերում եք 4 հոգանոց ընտանիքի հետ կապված, 4 հոգանոց ընտանիքին կոնկրետ բնակարանային ապահովության հետ կապված, մենք առաջարկում ենք մինչև 20 միլիոն դրամ, կա ցանկը 400-ից ավել համայնքներում, թե որտեղ կարող են բնակարան ձեռք բերել եւ պայմանները եւ մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի նրանք կարողանան այդ ծրագրից օգտվել։ Եվ երբ որ մենք այս աջակցությունը նվազեցնում ենք, մենք միտում ունենք, որ այս աջակցության նվազեցմամբ հնարավորություն տալ եւ կոնկրետ ուղեր ցղել, որ պետք է գնան եւ դառնան բնակարանային ապահովության աջակցության շահառու։ Բայց սա չի նշանակում, որ այս աջակցությանը զուգահեռ մենք չենք դիտարկելու, հենց այսօր էլ քննարկում ենք ունեցել մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ, որ բոլոր այն դեպքերում, երբ որ մենք կունենանք առանձին թիրախային խմբեր, այդ թիրախային խմբերի համար մենք
կոնկրետ աջակցություն կտրամադրենք եւ նաեւ հանրային քննարկմանը դրված այդ աջակցությունը, այսինքն մենք մեր գործիքներով գնահատելու ենք, եթե հասկանանք, որ տվյալ ընտանիք օրինակ անապահովության համակարգի շահառապ է, նրան առանձին գործիքակազմով ենք փորձելու ուրեմն օժանդակել։ Բացի այդ, նշեմ, որ մենք ակտիվ աշխատում ենք մեր քույրերի եւ եղբայրների հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված ուղղորդելու դեպի աշխատանք եւ ես պետք է ասեմ, որ շուրջ 25000 մարդիկ արդեն զբաղված են, աշխատում են նաեւ ձեռնարկատիրությամբ, սա նշանակում է, որ մեր ծրագրերը ավելի թիրախային պետք է սրանից հետո լինեն, մենք չենք կարող անընդհատ զուգահեռ երկարաժամկետ բնակապահովության ծրագիր մշակենք իրականացնել եւ ասենք, որ շարունակ դուք պետք է ստանաք նույն 50,000 դրամը եւ այդ 50,000 դրամով շարունակ ձեր վարձավճարին ուղեք։ Մենք ունենք երկարաժամկետ բնակարանային աջակցության ծրագիր 3 միլիոն, 4 միլիոն եւ 5 միլիոն դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնելու տրամաբանությամբ։ Արձագանք։ Պարոն Մկրտչյան, դուք չեք դադարում ինձ զարմացնել։ Պարզ բան եմ ասում եք երկարաժամկետ ծրագրեր, լավ, խնդիրը լուծելուց հետո ընդհանրապես սոցիալական աջակցության սկզբունքներից մեկը դա կարիքը գնահատվում է, աջակցություն են ցուցաբերում, քանի դեռ այդ կարիքը կա եւ փորձում են ակտիվ ծրագրերով դուրս բերեն։ Այդ դուք ասեցիք ավելի երկար։ Հիմա պարզ բան, չեք լուծել մարդու խնդիրը, այդ ընտանիքը կա, այ որ դուրս գաք մեկ-մեկ ժամանակ գտնեք, պտտվեք, հարցնեք, դուք էլ այցելեք, տեսնեք, կամ այդ մարդիկ շուտով կարող է հավաքվեն, մի հատ գնաք այդ մարդկանց հարցնեք, խնդիրը կա, չի օգտվել դեռ այդ ծրագիրը իր համար մշտական բնակարան տանիք չի ապահովել։ Հիմա երբ որ դուք 200,000 այդ ընտանիքի հեսա մի քանի օրից դարձնում եք 80,000, կոնկրետ այդ մարդը վարձավճար տալու խնդիր է ունենալու մի քանի օրից 200,000 80,000 եւ այդ խնդիրը ծառայելու է այդ ընտանիքի առջև 10 օրից 5 օրից հիմա դուք ասում եք երկարաժամկետ են կանում լավ էլի վերջ տվեք էլի հիմա կոնկրետ խնդիր է դուք չեք լուծել այդ ընտանիքի անդամի զբաղվածության հարցը չեք լուծել մշտական բնակության հարցը հիմա այդ ընտանիքին ասում եք կապ չունի լուծել ենք թե չէ մենք քեզ 2.5 անգամ նվազեցնելու ենք քո աջակցությունը Էս ասեք մարդկանց։ Լավ, պարոն Ավետիսյան, դուք չէիք զարմանա, եթե կարծում եմ ակտիվ ներգրավված լինեիք ինչպես հանրային քննարկման ժամանակ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասնակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներ մենք ոչ թե ամիսը մեկ անգամ, երկու անգամ, մենք ամենօրյա կապի մեջ ենք, մենք նաև դաշտային աշխատանք ենք իրականացնում, երբ որ դուք այդտեղ նստած եք, այս կողմի նստած նաև падգամավորները մարզերով շրջում էին, քաղաքներով, գյուղերով հանդիպումներ էին ունենում, շատ լավ, բայց ես ձեզանից մի առաջարկ այնուամենայնիվ չեմ հիշում, որ ստացած լինեմ կոնկրետ մեր ծրագրերի մասով, որ կարելի է օրինակ սա անել, նա անել, մենք էլ դիտարկենք այդ առաջարկները։ Ես ասում եմ, մեր աջակցության տրամաբանությունը եղել է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Ես ասում եմ, որ մենք պետք է խթանենք եւ աջակցենք մեր հայրենակիցներին, որպեսզի իրենք անցնեն աշխատանքի։ Սա միակ ճանապարհն է ներառվելու եւ շատ դրական միտում կա, երբ որ այսօր ունենք այդ 25,000 թիվը, ովքեր որ աշխատում են։ Այն ընտանիքի այն անդամներն, ովքեր աշխատունակ են, այո, նրանց նվազեցնում ենք աջակցությունը այդ մասով, բայց ասում ենք, օրինակ, մինչեւ 18 տարեկան երեխաները կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք, 63 եւ ավելի տարեկաններ, առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, հիմա այս պահին առանձին միջոցառում է շրջանառված, որտեղ որ խոցելի խմբերի համար ենք առանձին իրականացնում։ Իսկ մնացածը այո, պետք է գնան աշխատեն, իսկ մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր եւ թեղ բոլորը մասնակցեն բնակարանային ապահովության ծրագրին, երբ որ ընտանիքի յուրաքանչյուր անդամին մինչեւ 5 միլիոն դրամ աջակցություն է տրամադրում պետությունը։ Խաչատուր Սուքիասյան։ Մեծարգո վարչապետ, հարցս ուղղում եմ ձեզ։ Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, ոչ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ դիտում ենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր սեկտորի կողմից, գործակալությունների կողմից անշարժ գույքի, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առք ու վաճառք կատարվել է մինչև 59,000 գույք։
Իհարկե դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն։ Դրանցից մոտավորապես 1580-ը արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել։ Երբ որ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավոր չի դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, նրանք վաճառեն, նրանք վարձով տան, նրանք վերանորոգեն, որտեղ վերանորոգման դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտ է սկսում։ Ցեմենտ են օգտագործում, արմատուրա, մալուխներ են օգտագործում, մարդիկ են աշխատում։ Ես կարծում եմ, սա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, եւ ես խնդրում եմ, որպես երկրի վարչապետ, դուք սա առանձին քննարկման թեմա դարձնեք, ինչի պետք է պետական ունեցվածքը այս կարգին մի կողմ դրված լինի եւ ոչ մի գեներացիա չապահովի Հայաստանի Հանրապետությանը։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այո, այդ խնդրը գոյություն ունի եւ մենք մեր օրակարգային հարցերից է այդ խնդրը լուծելը։ Հիմա օրինակ կարող ենք վերել ամենահայտնի եւ ամենավառ օրինակները, օրինակ Հանրապետության հրապարակի վրա կա այդպիսի շենք, որ կառավարությունը փորձում է ինչ-որ մի ներդրումային տրամաբանության մեջ տնի, բայց այդպես էլ չի ստացվում, խոսքը փոստի ժամանակին կենտրոնական փոստն է եղել։ Երբ որ ուզում ենք հասկանանք, բա ինչի հետաքրքրություն չկա, պարզվում է, որ ասենք օրինակ շատ ստանդարտների չի բռնում այդ շենքը, սկսած նրանից, որ կայանատեղի խնդրեմ ունի, սկսած նրանից, որ պատմամշակութային հուշարձան է եւ այդտեղ լրացուցիչ միջոցառումների շատ խիստ սահմանափակումներ կան, սկսած նրանից, որ հետևի հատվածներ ինչ-որ մի ժամանակ, որ այդ համալիրի մաս են եղել սեփականաշնորհվել, առանձնացվել են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ խնդրեմը կա, բայց եթե կան կոնկրետ գաղափարներ, թե ինչ սխեմաներով դա կարելի է անել, իհարկե այդ գաղափարներն քննարկելի են, մենք բաց ենք այդ գաղափարների համար եւ նաեւ այդ մեծ թվերը այո շատ կարեւոր են, բայց երբեմն մեծ թվերի մեջ էլ պետք է մենք խորանանք, որովհետև ձեր ասած 400 միլիարդ ասիկ, 400 միլիարդ, երբ որ նայում ենք այդ գույքը, տեսնում ենք, որ այդ գույքեր կան, որ գտնվում են այնպիսի տեղանքներում, որոնք ընդհանրապես ոչ մեկին հետաքրքիր չեն, մի ամայի վայրում են, իհարկե հակառակն էլ կա, եւ կան դեպքեր, որ հիմա կոնկրետ ներդրումային հետաքրքրությունը ցուցաբերված է եւ իրականացվում է։ Ուզում եմ այն մյուս փոստի շենքի մասին խոսեմ, որտեղ առևտրի համաշխարհային կենտրոն բրենդի ներքո մենք նախագիծ ունենք, որը առաջիկայում պետք է իրագործվի։ Այո, այդ իրականում շատ նուրբ եւ բարդ գործընթաց է եւ մենք այդտեղ խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք, որ ասենք Երևանի կենտրոնում գտնվող համալիրներ դրվել է մասնավորեցման եւ կամ հետաքրքրություն չի ցուցաբերվել։ Եղել են հիմա կոնկրետ ունենք իրավիճակներ, երբ որ մենք մի սխեմայով փորձ էինք անում դա դնել մասնավորեցման, բայց այդ թվում որոշակի քննադատություններ եղավ մասնավորեցման այն սխեմայի վերաբերյալ, որ մենք ուզում էինք կառավարությունը մտածում էր անել, այդ սխեման փոխեցինք, մասնավորությունը տեղի ունեցավ, բայց այնտեղ հիմա ճգնաժամ է առաջացել եւ մեծ հավանականությամբ այդ մասնավորեցման արդյունքում առաջացած ճգնաժամի լուծման պետք է զբաղվենք, համենայնդեպս ես արդեն այդ նամակների հոսքը ստանում եմ, բայց որ թեման պրոբլեմատիկ է եւ շատ կարեւոր, այդ միանշանակ է, բայց ուզում եմ ասել նաեւ, որ եթե ես չեմ սխալվում, 2024 թվականին պետական գույքի կառավարման տողով պետական բյուջեի եկամուտները էականորեն աճել են, մոտավորապես եթե չեմ սխալվում 20 միլիարդ դրամի եկամուտ ենք ունեցել պետական գույքի կառավարումից, ինչը առնվազն նշանակում է, որ այդ հարցը մեզ իրոք շատ հետաքրքրում է։ Եվ մենք փնտրտուքի մեջ ենք եւ սխեմաների ներդրման process-ի մեջ ենք։ Արձագանք։
Մի պատմություն եմ ուզում հիշեցնել 99 թվականին 98-ի Ռուսաստանի դեֆոլտի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքը բավականին ընկել էր գները եւ պետությունը երբ որ պայմանագիր էր կնքի այդ անշարժ գույքը ձեռք բերողների հետ, որոնք որ պետք է 10 տարվա ընթացքում այդ գումարը լրացնեին, դա ոչ մեկի սեփականություն չէր, չէին կարողանում բանկեր դիմել, չէին կարողանում վաճառել ինչ-որ մի հատվածը։ Մի օրենսդրական նախաձեռնություն բերեցինք, դրանից հետո սկսեց գեներացվել բոլոր այդ տարածքները սկսեցին վերավաճառվել, սկսեցին վերանորոգվել։ Ես ուզում եմ ասել, այդ կարգի գումարի անշարժ գույք ունենալը եւ 20 միլիարդ հավաքելը, կարծում եմ 20 միլիարդը ցածր պետք է ավելի մեծ սա էր ուղղակի իմ ասածը, որ ինքը գեներացվի, գումար տա, աշխատատեղ ստեղծվի, հարկեր վճարի։ Շնորհակալ։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ եւ այսինքն այն մասով, ինչ մասով օրինակ պետական գույքի կառավարման կոմիտեի նախորդ եւ նախանցյալ տարվա հաշվետվությունների քննարկումը եղել է, ես այդ խնդիրն եմ դրել։ Բայց հիմա ես ուզում եմ մի ուրիշ հարցեր անդրադառնամ։ Մենք ահռելի գույք ունենք հանրապետությունում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց նույն կերպ տնտեսական շրջանառության մեջ չի։ Այսինքն ես օրինակ վստահ չեմ, եթե մասնավորինն ու պետականը համեմատենք, ես վստահ եմ, որ մասնավորին տիրապետության տակ գտնվող գույքերը, որոնք շրջանառության մեջ չեն, եւ ուղղակի փլուզվում քայքայում են, կարող հաստատ ավելի շատ է։ Չէ, բա այդպիսի խնդիրներ պետական գույքերի հետ կապված էլ կա։ Դատական խնդիրներ կան, վեճեր կան, բանի հազար ու մի խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ հիմա տեսեք թեման ավելի գլոբալացին։ Ես այս երկրորդ հարցնել եմ դրում, ասում եմ, լսեք, մարդը սեփականաշնորհել է, ասենք ընդ որում միջպետական մայրուղու վրա գտնվող ինչ-որ մի բան է, չգիտեմ ժամանակին դա ինչ ա եղել, ռեստորան ա եղել, թե հյուրանոց ա եղել, թե սրճարան ա եղել, որևէ բան եղել է։ Ու տենց քանդվում է։ Մենք այդ ճանապարհի վրա միլիարդներ ենք ծախսում, որպեսզի մեր երկրում հոսքերը շատանանք, տուրիստական հոսքերը, օտարերկրյա քաղաքացին գալիս ասում է, լսեք, այս երկրի թիվ 1 մայրուղու վրա այս մի հատ քանդած օբյեկտ, որը այնտեղ ընդհանրապես ոչ մի բան տեղի չունի։ Այս 2, այս 3, այս 4։ Մենք անդադ ասում ենք ներդրումային միջավայր, ու անդադ ասում ենք, վայ կառավարություն այս մի բանը սենց է, ինչը ճիշտ է, ես դա չեմ ժխտում։ Բայց մենք երբեք չենք հաշվում, ասում ենք, լավ, այդ ներդրողը եկավ, A կետից տեղափոխվեց B կետը։ Տեսավ այս մայրուղու վրա շենք է, քանդվում է։ Այս ինչ շենք է, 30 տարի սեփականաշնորհված է, բայց տերը ուրա, չգիտենք տերը ուրա, ինչով է զբաղվում, ոչ մի բան։ Այս ներդրողը պոտենցիալ չի ասել, լսեք, եթե այս մայրուղու վրա, այս շենքը, այս սեփականաշնորհել է մարդը, 30 տարի մի կոպեկ փող չի դրել, այս ուրեմն այս երկրում ներդրումային միջավայրի հետ կապված խնդրեմ կա, ես ինչի բերեմ փող դնեմ։ Շնորհակալ եմ։ Հասմիկ Հակոբյան։ Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարարին։ Հարգելի պարոն Պապիկյան, վերջին օրերին անընդհատ լսում ենք Ադրբեջանում կրակոցների մասին, որոնք լսելի են մեր սահմանամերձ բնակավայրերում։ Ինքս երեք բազմաթիվ տեսանյութեր եմ ստացել, որոնք արձանագրում են այդ կրակոցները։ Եվ հիմա ձեզ դիմում եմ այդ տեսանյութերն ուղարկող մեր սյունեցի քաղաքացիների խնդրանքով, ակնկալելով սահմանային իրավիճակի մասին հնարավոր տեղեկատվության փոխանցում ձեզնից։ Հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Խնդրեմ պարոն նախարար։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար։ Ես երեք հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ եւ գրառումներից եւ նաեւ տեսանյութերն եմ դիտել։ Եվ նաև դրանով պայմանավորված Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չէ։ Եվ բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում։ Իհարկե, Պաշտպանության նախարարությունը ուշի ուշով հետևում է ամենին եւ դրա լուծման ճանապարհը մենք կարծում ենք, որ
դիվանագիտական ճանապարհն է եւ մենք հարցի կարգավորումը հենց այդ կերպ ենք պատկերացնում եւ իրականացնում։ Արձագանք։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան։ Հարցը սողմամ Նիկոլ Փաշինյանին։ Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք դադարեցնեք։ Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ դեռևս 92 թվականի մարտ ամսին։ Նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 22 թվականին Պրագայում ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի հանրապետության նկատմամբ, ընկրկելով Ադրբեջանի պահանջի արժ։ Եվ ինչ ստացանք։ Ադրբեջանը որևէ բան զիջեց։ Խոսում ենք, մենք զիջեցինք, իրանք զիջեցինք, փոխզիջում եղավ։ Վերջի ադրբեջանական երկու կետերը իրենց պարտադրանքի արդյունքում զիջեցինք։ Ինչ տեղի ունեցավ։ Մենք փորձեցինք 3 ժամ շարունակ Արադ Միրզոյանից գոնե մի զիջում Ադրբեջանի կողմից հիշատակի, որ ինքը հիշատակի, այս հարցն Ադրբեջանն է զիջել։ Դա համար ստեղ խորհրդանում դուք որ պահանջում եք հրաժարվել Արցախից, չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով ասած ֆաշիստ, արտահանձնել Ադրբեջանին հենց թեկուզ մեկը ինձ կոչելով ռևանշիստ, մեկը դրանից խաղաղությունը չի մոտենում։ Եվ հիմա ստեղ օգտվելով հարցից իրավունքից ուղղակի ասում եմ, նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ պարոն Խաչատրյան հարցի համար։ Ես անում եմ արձանագրում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն սա առաջին մասով։ Ինչ վերաբերվում է խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստին։ Ես ուրեմն անվտանգության խորհրդի նիստում, ընդլայնված կազմով նիստում, մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը։ Ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելուն։ Հետո ես այդ թեմայով նույն ելույթը ընդ որում ուզում եմ արձանագրել, որ անվտանգության խորհրդում ընդլայնված կազմում այս հարցի վերաբերյալ եղել է կոնսենսուս։ Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մասնակիցների շրջանում, այնտեղ քվեարկության պրոցեդուրա չեն կարել եւ ես ներկայացրել եմ կառավարությանը, հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների կազմով քննարկմանը, որտեղ էլի ընդլայնված կազմով, որովհետև կառավարության ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են եղել։ Ես ուզում եմ ասել, որ ես նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Այդ հիմնավորումների մի մասը ըստ էության հրապարակային հնչած են, մյուս մասը չեմ կարծում, թե արժի հրապարակային հնչեցնել, բայց ես ձեր խմբակցության կազմով կարող եմ հնչեցնել ի ապացույցում այն բանի, որ ես ներհայաստանյան գաղտնիք չունեմ։ Ես դա դրա համար եմ ասում, որովհետև եթե դա գաղտնիք է արտաքին լսարանի համար, ներհայաստանյան լսարանի առաջ ես գաղտնիք չունեմ։ Եվ այդ առումով ես արձանագրում եմ, այո, ես ասում եմ իմ դիրքորոշումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք Ղարաբաղյան շարժում չպետք է շարունակենք։
Կրկնում եմ, ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Քանի դեռ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Համեցեք։ Դուք Ղարաբաղյան շարժումը դադարեցրեցիք Պրագայում մայիս ներողություն հոկտեմբեր ամսին, բայց շարժումը շարունակվում է։ Իհարկե դուք կարող եք շարժումը շարունակողներն էլ արտանձնել եւ ձեր կուսակիցներից մեկը ասել շատ ուրախ կլինենք։ Անկասկած դուք ավելի կգերադասեք, որ ստեղ ադրբեջանցիները նստեն արևմտյան, քան թե մենք։ Ամեն դեպքում հարցից դուք էլ չպատասխանեցիք։ Գոնե մի զիջում, որ Ադրբեջանն արել է։ Ասում եք ես Հայաստանի ներսում գաղտնիք չունեմ։ Հայաստանի ներսում ենք։ Ինչ եք ֆրակցիային ուզում ասեք։ Հեսա բոլորին ասեք, քանի ժուրնալիստներն էլի բրբրթոսով չեն հանեօթյակից։ Ասում եք Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Չգիտեմ դուք դա ինչպես եք սահմանում, բայց օրինակ ԵԱՀԿ-ն տարածքային ամբողջականությունը սահմանում է լրիվ այլ կերպ։ Դուք ասում եք ես ճանաչեցի իրանց 86000, չգիտեմ ինչքանը, իրանք մեր 29743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը։ Ոչ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է։ Եթե պարոն Արշակյանը կես րոպե ժամանակ տա, կարող եմ կարդալ, այլապես խորտ կտամ ձեզ կառավարության անդամներին եւ մնացյալներին կարդալ, թե օրինակ ԵԱՀԿ-ն ինչպես է դա սահմանում։ Հիմա ուզում եմ ասեք, մի զիջում, որ Ադրբեջանը արած լինի, դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում։ Իսկ Ադրբեջանը լավ այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը մի հատ քաջ զիջում էլ ինքը աներ։ Շնորհակալություն։ Ես ասացի, եթե դուք ցանկություն հայտնեք, ես ասում եմ պատրաստակամ եմ, ընդ որում ես իմ տեքստը գրավոր բաներով ա եղել, գրավոր այսպես պարբերություններով, որը ես հատուկ նաև բոլոր դեպքերում էկրանին արտահայտել եմ, այդ նույն տեքստը պատրաստ եմ ներկայացնել ձեզ, ինչ ասում եմ, չեմ կարող այստեղ ասել, կարճ, հիմա ասեմ կարճ, իսկ եթե կարճ, երբ որ դուք ձեզ պետքա ԵԱՀԿ-ին բան եք անում, հղում եք անում, ես էլ ասում եմ, գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինչ ասեմ, այդքան ինտուիցիա չէինք ունեցել, որ կարդանք եւ ինքնուրույն դա հասկանանք եւ այդ կետից սկսած այն թոքի պատմությունը պատմել եմ, նորից չպատմեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սերգեյ Բագրատյան, հաջորդ հարցը։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, մեր բազմաթիվ հանդիպումներում քաղաքացիների հնչող ամենաշատ հարցը կենսաթոշակների բարձրացմանն է վերաբերում։ Ցանկանայի, որ դրան ավելացնել նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը եւ կառավարությանը դիմել բարձրաբանելու համար, թե երբ ենք նախատեսում քայլեր ձեռնարկել կամ հաշվարկներ անել նվազագույն աշխատավարձ եւ կենսաթոշակները բարձրացնելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան։ Վերջերս կառավարության նիստում կամ խորհրդակցության ժամանակ, չգիտեմ, չեմ հիշում որտեղ եմ ասել, ես այդ թեմային անդրադարձել եմ եւ խոսել եմ այն մասին, որ կարծում եմ, որ կենսաթոշակներից անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը լավ համակարգ է, աշխատող համակարգ է եւ մենք հետագայում պետք է զարգացնենք այդ համակարգը եւ ես կարծում եմ, որ մեր մոտ մենք պետք է հասկանանք մի շատ բարձ իրողություն։ Մենք ունենք բյուջե։ Տեսեք, հասկանում եք, ընդհանրապես կառավարությունը ոնց է փող գեներացնում, որ վերաբաշխի։ Դրանք վճարված հարկերի
ձևով են տեղի ունենում։ Հիմա ամեն անգամ, երբ որ մենք խոսում ենք տարբեր սոցիալական ծրագրերի ուղղությամբ ծախսերը ավելացնելու մասին, մենք պետք է խոսենք եկամուտները նույնպես ավելացնելու մասին։ Որտեվ տեսեք, գնում ենք ստվերի դեմ պայքարում ենք, հիշում ենք էլի դուք եք նույն հարցը տվել։ Ասել եք դե մարդը ոսկին չի կարող փաստաթղթավորի։ Այդ ոսկին, որ չի կարող փաստաթղթավորի, այդ նշանակում է մենք էլ թոշակը չենք կարող ավելացնենք, պարոն Բագրատյան։ Ոսկին պետք է փաստաթղթավորի, որ թոշակը ավելացնենք։ Առևտուրը, ասում ենք, դե չի կարողանում, բերեցի ցույց տվեցի, որ մեր առևտուր անող ձեռնարկությունների, որ 65%-ը իրանք տնտեսագիտական ոչ մի հաշվարկով իրանք չպետք է գոյություն ունենան։ Իրանք ասում են, բա մենք ոնց չենք կարող փաստաթղթավորենք եւ այլն եւ այլն։ Իրանք չեն կարող փաստաթղթավորել, մենք չենք կարող թոշակը ավելացնենք։ Մարդը ասում է, վայ մոռացա ՀԴՄ-ն խփեմ։ Ինքը մոռացավ ՀԴՄ խփեմ, մենք առանց մոռանալու հիշում ենք, բայց չենք կարող թոշակը ավելացնենք, որտեղ պետք է ասենք, որ ծախսը կրճատենք։ Ուսուցիչների աշխատավարձը ավելացնում ենք։ Ատեստավորմամբ ենք ավելացնում, ու ճիշտ ենք անում, որ ատեստավորմամբ ենք ավելացնում։ Այդ պատմություն զինվորականներին ավելացնում ենք։ Այդ խոսակցությունը մի անգամ ամբիոնից ասեցի, որ ամբողջ պետական համակարգին աշխատավարձից զրկենք, օթերն է փակենք, ձախ ձեռներն է կտրենք, ինչքան պետական պաշտոնյա կա, ասենք դրանից իրադրությունը չի փոխվի։ Ամբողջ պետական համակարգը, եթե աշխատավարձ չստանա, ամբողջ պետական համակարգը, պատկերացրիք, չէ, ով որ պաշտոնյա է կոչվում, միջին բանից կրծեր մարզնագետից սկսած, եթե մենք ոչ մեկին աշխատավարձ չտանք, ոչ մի բան չտանք, սենյակ էլ չտանք, բանն էլ հոսանք էլ չմիացնենք իր կաբինետում, պատուհաններ չունենան այդ շենքերը, աթոռն է տակից անենք։ Մենք կարանք մարդկանց թոշակը բարձրացնենք ամիսը 9000 դրամով, ամիսը կարա թվա թե շատ լավ հայկեք անենք, բայց այդ դեպքում ոչ մի թոշակառու թոշակ չի ստանա ուղղակի, որովհետև այդ պաշտոնյաներն են, որ ապահովում են փողի լավ թե վատ հավաքումը պետական բյուջե եւ այդ փողի բաշխումը 500,000 մարդու մեջ, որը մեկը պատկերացնում է, սա ինձ աշխատանք է, փող հավաքել եւ բաշխել 500,000 մարդու մեջ։ Ընդ որում դժբախտաբար Աստված բոլորին երկար կյանք տա։ Ամեն ամիս այդ թոշակառուների ցանկում տեղի են ունենում փոփոխություններ, մարդիկ ցավոք սրտի մահանում են։ Նոր մարդիկ են հայտնվում թոշակառուների ցանկում, իրանց պետքա թոշակավորել, եթե պաշտոնյան են, որ ձեռը կտրել են, կաթոռն են, տակից անել են, չլինի, այդ մարդը չի կարող թոշակառու մնալ, մահացած մարդը չի կարող ցուցակից դուրս գալ եւ կշարունակի այդ թոշակը ինչ որտեղ գնալ, կառաջանա չարաշահում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ? Այդ եմ ասում, նոր մարդը չի կարող թոշակավորվել։ Հետեւաբար եւ ընդհանրապես սոցիալական հարցերում շատ կարևոր մի հարց կա, մենք պետքա մեր երկրի մոդելը հասկանանք, մենք ինչ մոդել ենք ուզում։ Իմ կարծիքով մոդելը հետևյալն է, որ մենք պետքա աշխատենք արդյունավետ, վաստակենք շատ, որպեսզի շատ ծախսելու հնարավորություն ունենանք։ Դրա համար կառավարությունը թիվ 1, թիվ 2, թիվ 3-ը, որ պետք է անի, ինչն է իմ ընկալմամբ, պետք է մանկապարտեզ կառուցի, դպրոց կառուցի, բուհ ստեղծի, որպեսզի մարդը մանկապարտեզով, դպրոցով, բուհով անցնելու քոլեջներ ստեղծի, այդ ամեն ինչի արդյունքում ոչ թե մտածի, որ ինքը չի կարող ապրի, այլ ինքը աշխատի, ստեղծի, պետությանը հարկեր վճարի, ինքը իրան աջ գրպանից հանի, ձախ գրպան դնի, որպես այդ բոլոր հարցերը կարողանանք լուծենք։ Այստեղ է մոդելը, եւ սա շատ կարեւոր եւ սկզբունքային հարց է, որովհետեւ էլի մենք հազար ներողություն, այդ բանը մենք պետք է մի բան հասկանանք։ Մարդը չունի հաց։ Ինչ անենք մենք։ Մարդուն տանք հաց։ Շատ լավ, տվինք հաց։
Հաջորդ օրը գնացինք տենանք ինչ է այդ մարդու վիճակը։ Ինչ է այդ մարդու վիճակը։ Մարդը էլի չունի հաց։ Ինչ անենք բա, էլի տանք հաց։ Շատ լավ տվինք հաց։ Հաջորդ օրը գնանք տենանք ինչ է իրավիճակը։ Իսկ իրավիճակը նույնն է, էլի չունի հաց։ Ու մենք մեզ դրել ենք այդ ցիկլի մեջ եւ չենք կարողանում այս ցիկլից դուրս գանք։ Եվ պետք է Հայաստանում կառավարություն, խորհրդարանական մեծամասնություն, հանրություն, որ ասի ժողովուրդ հերիք է։ Եկեք մի հատ կանգնենք։ Եկեք մի հատ կանգնենք, հասկանանք ինչ տիպի երկիր ենք մենք ունենում, ուզում ունենալ։ Այդ որ ասում ենք ապագա կառուցենք, ո՞նց կառուցենք այս, հələ հասկանանք այսօրը։ Ես պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ով աղքատության մեջ է, ով կենսամակարդակի խնդիր ունի, ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Իր կրթության որևէ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Բացառված է, չկա այն բաները, մյուս օբյեկտիվ պատճառները, կարա մարդը առողջական խնդիրների բախված լինի, Աստված չանի վթարի ենթարկված լինի, որը իր բան, բայց մնացած այն դեպքը կախված է նրանից։ Այս ուղերձը շատ կարևոր է։ Մարդկանց դուր չի գալիս եւ դուր չի գալու սա հակադարձվելու է հայհոյանքով, բայց մենք պետք է ասենք այս ճիշտ, ով չի կարողանում այսօր Հայաստանի Հանրապետությունում, ով չի կարողանում վաստակի, շատ թեքիտ չեմ ասում բաներ լինի, միլիոնատեր լինի, բայց ով չի կարողանում իր նվազագույն կենսամակարդակը ապահովի, պետք է հետ գնա եւ տեսնի իր կրթության, որ փուլում այդ խնդրեմը առաջացել։ Ուրիշ տեղ չի առաջացել։ Դա առաջացել է դպրոցում։ Ես դրա համար եմ, որ այսօր գնում եմ դպրոցի բացման, ես մի ուղերձ եմ տալիս, ասում եմ դպրոցում երեխան պետք է սովորի լավ ապրել։ Եվ դրա համար ենք մենք այսօր դպրոց կառուցում։ Արձագանք համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես մի քիչ այլ կերպ եմ մտածում։ Մասնարարպես տեսեք, մենք եթե 10%-ով ցանկանանք թոշակները բարձրացնել, դա կկազմի մոտարապես 24 միլիարդ դրամ տարեկան։ Հիմա տեսեք, մենք այսինքն 4000 դրամի մասին է խոսքը, եթե բարձրացնենք, կկազմի 24 միլիարդ դրամ։ Հիմա տեսեք, մենք օրինակ մի փոփոխության օրենսդրական 13 միլիարդ կարողացանք լրացուցիչ հարկեր գեներացնել խաղային բիզնեսից։ Այսինքն մենք 5%-ի խնդիրը լուծեցինք ճիշտ հարկման ճանապարհով, արդյունավետ հարկման ճանապարհով։ Եվ կան բազմաթիվ նման հնարավորություններ։ Ես կողմ եմ ավելի շատ հարկերի բազան ընդլայնելուն։ Այն ինչ որ ասացի, դուք ասացիք, որ այդ ճանապարհը մի քիչ վտանգավոր է, ռիսկային է։ Այո, մենք պետք է գնանք հարկերի բազան ընդլայնելու, այսինքն գործարաններ կառուցելու ճանապարհով, նոր արտադրատեղեր ստեղծելու հնարավորություն, որ ավելի շատ հարկեր գեներացվեն։ Մենք ավելի շատ հարկեր գեներացնելու շատ լուրջ հնարավորություններ ունենք, որ պետք է օգտվենք։ Այն նույն պարոն Սուքասյանի ասած հնարավորությունը, այն որ ես եմ ասում, այդ հանքավայր, որ դուք եք ասում ամուսարի շահագործումը, դրա շարունակականությունը, այսինքն հարկման բազային լայնումը կբերի հնարավորությունների։ Մենք ոչ թե պետք է եղած հնարավորությունների սահմաններում հարկերը բարձրացնենք դրանով կարծելով, որ մենք հարցը կլուծենք։ Ոչ, հարկման բազան պետք է ընդլայնենք։ Շատ մարդ պետք է աշխատի, պարոն վարչապետ, որ շատ հարկեր գեներացնեն, որ թոշակները կարողանանք բարձրացնել։ Սա մասին է խոսքը։ Խնդրեմ այս ուղղությամբ մտածենք։ Համաձայն եմ, պարոն Բագրատյան, բայց տեսեք, երբ որ դուք ասում եք մենք գործարան կառուցենք, ես լարվում եմ։ Ինչի, որովհետև մենք կներեք, մենք այսօր հələ նոր ուզում ենք սովորենք մանկապարտեզ ու դպրոց կառուցենք։ Դուք ասում եք գործարան կառուցենք։ Էդ էլ է բան, իմիջայլոց, բա ինչի գործարան դպրոց ու մանկապարտեզ կառուցել, չգիտենք։ Էս էլ արդեն մի քիչ ուրիշ տրամաբանությամբ էլի հետ պետք է գնանք կամ դպրոց եւ բու։ Մենք ամեն ինչ պետք է ստեղից սկսի։ Ինքնախոստովանությունից, որ մենք խնդիրներ ունենք։ Մեր բոլոր խնդիրները կապված են կրթության հետ, մեր կրթության հետ։ Ընդ որում արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, արդյունաբերության, տնտեսության ամեն ինչը կապված է կրթության հետ։ Մենք կրթության կարիք ունենք։ Մենք ինչ խնդրեմ որ ունենք մի բանի պատճառով, որ մենք
չգիտենք այդ խնդրի լուծումը։ Մենք խոսում ենք ամբիոններից խոսում ենք, բայց երբ որ գործիքները տան, ասեն շատ լավ խոսում ես, արի գնա լուծի, կպարզվի, որ դա այդքան էլ պարզ բան չի։ Շնորհակալ եմ։ Ալխաս Ղազարյան հաջորդ հարցի համար ամես։ Շնորհակալ եմ։ Հարցը սողում եմ ներքին գործերի նախարարին։ Տիկին նախարար, դուք էլ գիտեք, որ երկար ժամանակ է անդադ արձանագրում ենք խնդիրներ անձնագրային ոլորտում, սակայն հիմա մի փոքր բարելավում ունենք նոր հերթագրման համակարգը կամ շրջիկ ծառայությունները եւ այլն, սակայն ես այսօր կցանկանայի տեղեկացնեք մեզ, թե ինչ փուլում է գտնվում նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը։ Մրցույթ կայացել է թե չէ, հստակ ժամկետներ կան գործարկման, թե ոչ։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հարցադրման համար։ Պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակներում իրականում մենք բավական մեծ հսկայածավալ աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանանք մեր քաղաքացիներին ի վերջո մատուցել բիոմետրիկ համակարգի ծառայություններ, թե բիոմետրիկ անձնագրի տեսքով եւ թե նաեւ նույնականացման քարտ տեսքով։ Ի վերջո թե շուկայի ուսումնասիրությունների արդյունքներով եւ թե նաեւ միջազգային փորձի եւ նաեւ մատակարարների հետ քննարկումների արդյունքներով մենք մշակել ենք այնպիսի փաստաթուղթ, որը մրցութային փաստաթղթի մասին է խոսքը, որը բավարարում է միջազգային ստանդարտներին եւ հնարավորություն է տալու մի կողմից մեր քաղաքացիներին հանրային տարբեր ծառայություններից օգտվելու շատ ավելի արդյունավետ եղանակով, բայց մյուս կողմից նաեւ մեր քաղաքացիներին տալու է հնարավորություն արժանապատիվ ճանապարհորդելու, որովհետեւ շատ հաճախ այսպիսի համակարգերի բացակայությունը թույլ չի տալիս տարբեր սահմանային անցման կետերում օգտվելու տարբեր հնարավոր արտոնյալ, այսպես ասեմ, շփման պայմաններ։ Այս պահի դրությամբ մենք ունենք հայտարարված մրցույթի արդյունքներով ունեցել ենք ի սկզբանե 3 որակավորված հայտատուներ, որոնք միջազգային հեղինակավոր ընկերություններ են, դրանցից 2-ը գերմանական Օջենտիկ ընկերությունն է կոնսորցիումի ձևաչափով եւ մյուսը ֆրանսիական ընկերությունն է Այդեմիա կոնսորցիումի ձևաչափով մասնակցել են արդեն բուն մրցութային process-ին ներկայացնելով հստակ առաջարկներ։ Ասեմ, որ երկու ընկերությունների մասով արդեն իսկ իրականացվել են ամփոփումները, ընդ որում մրցույթը 2 փուլով է իրականացվում։ Սկզբում գնահատում ենք տեխնիկական պահանջները, այսինքն թե ինչպիսի առաջարկ են գործընկերները ներկայացնում պետությանը, որը որ ընդհանուր գնահատականի մեջ որակական չափանիշով կազմում է 70%-ը, եւ երկրորդ բաղադրիչը դա ֆինանսական գնահատականն է, որը ընդհանուրի մեջ կազմում է 30%-ը։ Այսինքն եթե հանրագումարով նայենք, մեզ համար շատ կարևոր է ստանալ որակյալ ապրանք եւ հետո նաեւ նոր ուշադրություն դարձնել գնին, արդեն իսկ երկու ընկերություններն էլ առաջին փուլը հաղթահարել են, այսինքն նվազագույն միավորները ստացել են եւ տեխնիկական պահանջներին համապատասխանություն է ֆիքսվել։ Ասեմ, որ բառացիորեն ժամեր առաջ ազգային ժողովի հարց ու պատասխանից մենք արդեն երկրորդ փուլը եւս իրականացրել ենք, որը ֆինանսական բաղադրիչի բացումն է։ Այս պահի դրությամբ արդեն ֆինանսական բաղադրիչի բացումից հետո ընդհանուր բանաձևի մեջ կգնահատենք նաեւ ֆինանսական առաջարկը եւ մարտի 31-ին կունենանք հաղթող ընկերության մասին հայտարարություն կոնկրետ եւ ըստատում կսկսենք արդեն պայմանագրի բանակցման եւ կնքման փուլը։ Արձագանք համեցեք։ Շնորհակալ եմ շատ, փաստորեն շատ տեղին ու ժամանակին հարցս հնչեցրից, շնորհակալ եմ տեղեկատվության համար։ Շնորհակալություն։ Ես շարունակելով Տիկին Ղազարյան նաև արդից օգտվելով ասեմ, որ դրանից հետո մենք ունենալու ենք պայմանագրի կնքման փուլ, հետո արդեն մոտ 1 տարի ժամանակ ենք տրամադրելու մեր գործընկերոջը, որպեսզի թե ենթակառուցվածքը ապահովի, թեև թե նաև ենթակառուցվածքային առումով այն բոլոր լուծումները նախատեսի, որոնք որ իրականում բարձր ստանդարտի բիոմետրիկ համակարգ են մեզ տալու ըստ էության։ Ըստ այդմ ըստ կանխատեսման 2026 թվականի երկրորդ կիսամյակին արդեն կարողանանք այս ծառայությունը մատուցել մեր քաղաքացիներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գեգամ Մանուկյան։ Դիմում եմ դպրոցականներին, սիրելի աշակերտներ, լավ սովորեք, շատ լավ սովորեք, բայց մի զգուշացում։ Նիկոլ Փաշինյանից բան չսովորեք։
Հակառակ դեպքում ձեր կողքի ապրող վատ ապրողը, թոշակառու տատիկը, դուք ոչ թե փորձելու եք իրան օգնել որպես հայրենակից, այլ ասելու եք փոքր ժամանակ դու լավ չես սովորել, դրա համար էլ լավ չես ապրում։ Այդ ո՞նց է ստացվում։ Խաչիկ Սուքյասյանը լավ հյուրանոց է սարքում, պիցերիա է սարքում, բանկ է սարքում, կառավարությունը չգիտի ոնց սարքի։ Բա խեկդ է նստած։ Խեկդ է նստած։ Ձեր ամբողջ աշխատանքը զերոյացնում ասում բան չգիտեք, որ չգիտեք խեկդ է նստած։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, շարունակելով Խաչատրյան Արտուրին։ Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս Նուրիջանյանն էին ասում Ղարաբաղյան շարժում չպետք գալնի։ Հետո Սուսլովներ ասում չպետք գալնի, Կևորկովներ ասում չպետք գալնի, Էլչիբեյը, Մութալիբը, այսպես ասում են։ Բայց Ղարաբաղյան շարժումը կար։ Ես ճիշտ ասած մինչև հարցից պատրաստվելը գնացի փորձեցի նոթագրեմ, որ ինչ է Ղարաբաղյան շարժումը։ Ղարաբաղյան շարժումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար։ Հայաստանում եւ Արցախում ձևավորված համաժողովրդական շարժումը բացառիկ է իր հզորությամբ, խորապես ազգային է եւ ժողովրդավար։ Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ եւ անկախ ապրելու մեր ճակատագիրը կերտելու եւ մեր ապագան տնօրինելու վճռականությունը։ Հետերվարյան շարժումը հայոց վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որը ոգեշնչեց միլիոնների, մենք վերագտանք մեր ազգային միասնություն եւ այլն։ Ճիշտ ասած, չէի հասցնի այդքան գրեի, դրա համար Նիկոլ Փաշինյանի 22 եւ 19 թվականի ուղերձներից մեջ բերում էր։ Թոքի մասին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բյուջեի քննարկման ժամանակ ելույթումը տեսածել։ Հարցը ձևակերպեք, բա։ 300 տարվա մեջ միակ ազգային շարժումը եղել է Ղարաբաղյան շարժումը։ Ի նկատի ունենալով Իսրայել օրի բան ստրկացնում են։ Պարոն Մանուկյան, ժամանակը ավարտվել է, չի ավարտվել, արագ վերջացնեմ։ Արագ վերջացնեմ։ Անջատեք պարոն Մանուկյանը, խոսապ։ Դա ինչ է նշանակում չի ավարտվել։ Դե պարոն Մանուկյան, որ ձեզ բան եմ ասում, ուշադիր եղեք լսեք, ասում եմ հարցը ձևակերպեք։ Հիմա հարցը ձևակերպեք։ Սպասեք մի րոպե թող միանա միկրոֆոնը, որ Դիմոն Նիկոլ Փաշինյանին ուրիշներին կրթվելու դաս տալու փոխարեն ինքներդ կրթվեք։ Այն օրը հարցազրույցում Մինսկի խմբի ձևակերպում եք տվել, որ Մինսկի խումբը ձևավորվել է Ադրբեջանում տարածքում կոնֆլիկտի լուծման համար։ Գոնե Վիկիպեդիա կարդացեք։ Հարց ունեմ էլի, լավ ինչ հարց տամ։ Այնուամենայնիվ կարձագանքի պարոն վարչապետը համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուկյան, եթե դուք ուղերձներն եք իմ մեջ բերում, ես ձեզ ավելի կարևոր բան կասեմ, ես իմ կյանքի առաջին ցույցին մասնակցել եմ 1988 թվականին, ես այդ ժամանակ եղել եմ 7-րդ կամ 8-րդ դասարանում եւ այլն։ Հա ինչ, այդ ուղերձները, որ մեջ բերում եք, այսինքն ինչի համար եք, բա հենց դրա մասին է խոսքը։ Հենց դրա մասին է խոսքը։ Բա հենց դրա ապացույցն է, որ այդ օրակարգի մեջ ընենք չի, որ մենք վայ ուրիշ տեղից եկել ենք, ուրիշ միջավայրից եկել ենք եւ ուրիշ բան ենք ասում։ Բայց այդ մեր անցած ճանապարհն է, պետք է մի հատ հետ նայենք, պետք է մի հատ վերլուծենք։ Էդ էլ է կրթության մաս։ Ես ուրիշներին կոչ չեմ անում կրթության, ես ինքս ինձ եմ կոչ անում կրթության եւ իմ կրթության արդյունքներն եմ ձեզ ներկայացնում, այդ թվում այս հարցերի արձանագրման համատեքստում։ Եվ այո, ասում եմ, արձանագրում եմ։ Այդ բանը, այդ ուղերձները գնացել եք բան թաքուն ձեր ծանոթների միջոցով եք գտել, այդ ուղերձները իմ կայքում, իմ էջերում դրած է։ Դա ինչի մասին է բան անում։ Հիմա եկեք, եթե մենք էլ տենց փորփրենք, գնանք 88 թվականին եւ 90 թվականին Ղարաբաղյան շարժման վերաբերյալ դաշնակցության դիրքորոշումները հələ բացենք նայենք։ Մենք մի հատ տեսնենք, թե ինչի մասին էր այդ դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրված։ Այդ ինչի համար եք տեսարաններ, վայ երեխեք բան չսովորեք, հա, թող չսովորեն, թող ձեզնից սովորեն։ Կարծում եմ ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին պետքա չլինի
քաղաքական ուժը եւ падգամավորը։ Բայց հիմի այդ որ ասում եք հարևանին չի օգտվելու, ես իմ սեփական փորձից եմ ասում, ես ոչ թե իմ սեփական միջոցներով, պետական բյուջեի միջոցներով օրական տասնյակ մարդկանց հանձնարարում եմ, որ օգնություն ցույց տան, եւ ես հետեւում եմ այդ մարդկանց հետ ինչա տեղի ունենում։ Ոչ մի բան, իրանք նորից են այդ նույն նամակը գրում։ Երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգերորդ անգամ, եւ ես դեմ չեմ։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդկանց կյանքում ինչա փոխվելու, ինչա փոխվել։ Եվ մենք մարդկանց այդ օգնություններով ստրեկացնում ենք։ Այդ ձեր իշխանության քաղաքական գիծն է եղել, որ լավ է 5000 դրամ արա քաղաքական դրախտ է։ 5000 դրամով կարելի է մարդուն ոնց ասես կառավարել։ Բա այդ է եղել ձեր ամբողջ քաղաքականությունը։ Բա եթե ձեզ համար կրթությունը կարևոր լիներ, ինչ ենք մենք այսօր ընկել բան, դպրոցում մանկապարտեզ կառուցելու մասին խոսում։ Երկրում տասնյակ դպրոցներ, հարյուրավոր դպրոցներ բան չունեն, մարզադահլիճ չունեն, որ երեխեքը բան ֆիզկուլտուրա անեն։ Բա դրա համար սերունդի կեսը ինչքան հիվանդությունների ցանկ կա, պետք է բանը լինեն, այդ հիվանդությունների ցանկին համապատասխան են։ Բա Ղարաբաղի մասին գոռալով չի։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Արձագանք։ Եվ ասում եմ, էլի ասում եմ պաշտոնապես, այդ տեսեք այսօր ազգային ժողովի նիստ է, եւ ես որպես Հայաստան ասում եմ, դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը չէ մյուս օրը որևէ պահի կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, դուք կդառնաք Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ կգաք այս ամբիոնից բան կանեք։ Կշարունակեք։ Արձագանք, խնդրեմ։ Որևէ մեր հայրենակցին օգնելը Նիկոլ Փաշինյանը իր ջեբից չի անում փող տալիս, է։ Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի ջեբում բանել չկա որ օգնի։ Հա, վայ քորանամ ես։ Երկրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա համաձայն մեղ չգցեք 21 թվականին այն խոստումը որ քաղաքացին ասեց լավ ջանդամ թող Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարի, բայց այս ընթացքով ես վստահ եմ մի օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին Նիկոլ Փաշինյանին լարելու է, դա վստահ եղեք։ Մեկ էլ հիմա ոնց որ հասկանում եմ Ադրբեջանի հետ չստորագրված թղթի կետերը սկսել եք կատարել, այսինքն ի՞նչ է նշանակում սպառնում եք էդ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ՊՊՑ-ին էլ կանչեք մեզ դահլիճից անեն։ Հա, էդի ձեր գործն է, չէ ինքն է կարա ասի, ասում է, հայ ժողովուրդը որոշում չի կայացրել։ Հայ ժողովուրդը 21 թվականին ուրիշ որոշում է կայացրել։ Այն ինչ որ չեք կատարել ձեր ծրագրում։ Պարոն Մանուկյան, հայ ժողովուրդը դե յուրե որոշումներ կայացնելու մեխանիզմ չունի։ Դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ ունի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որ ունի հարաքվեների մեխանիզմ, ընտրությունների մեխանիզմ եւ այլն։ Այդ ձեզ պետք է այդ ապա կամ արտապետական մոտեցումը, ինչից հայ հեղափոխական դաշնակցությունը օգտվել, ասել է հայ ժողովուրդը դե սենց է, հայ ժողովուրդը սենց է մտածում, դե գնաց տուգի։ Ով է որոշել, ինչ իրավունքով, ընդհանրապես ինչ իրավունք ունեք դուք, ես կարող եմ ասել, ես ինչ իրավունք ունեմ խոսել Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից։ Դուք ինչ իրավունք ունեք հայ ժողովրդի անունից խոսել։ Այդ մասով, բայց ոչ ավել։ Լրություն, դալիճում, լրություն։ Այո, դուք կարող եք արտահայտել ձեր կարծիքը, դուք ներկայացնում եք ողջ ժողովրդին, ես էլ ներկայացնում եմ ժողովրդին եւ նրա կողմից հիմնադրված Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ջուլիետ Ազարյան համեցեք։
Շնորհակալություն, հարցը ուղղում եմ կառավարությանը, վարչապետը թող որոշի ով կպատասխանի հարցին։ Այսօր մամուլում շատ արագորեն տարածվեց մի ձայնագրություն, վերաբերում էր Վարդան Ղուկասյանի, նախկին քաղաքապետ Գյումրիի եւ ներկայիս քաղաքապետի տեխնացու կրկին Վարդան Ղուկասյանին եւ երկրորդ անձի։ Ես իրավապահ համակարգի ուշադրությունն եմ ուզում հրավիրել այդ ձայնագրությունը նախ հասկանալ իրական էր թե ոչ, եւ եթե իրական էր, այնտեղ մի կարևոր կտոր կար, որում կարելի է ասել փաստացի գյումրեցիների որոշակի մի խմբի կյանքի եւ առողջությանը վտանգ է սպառնում, որովհետեւ ըստ էության այդ ձայնագրության մեջ եթե ելի եմ ուզում ընդգծել, եթե իրական էր, երկրորդ կտորով, որտեղ քաղաքապետի տեխնացուն նշում է, որ ովքեր չգան իր այդ հանդիպման, այն անձինք, որոնց ժամանակին տարածքներ եւ խանութներ է տվել, նախ այս կտորը եւս պետք է հասկանալ ինչ հիմունքներով է քաղաքապետը իր պաշտոնավարման օրոք գույքեր տվել եւ շարունակելով այս թեման, նախկին քաղաքապետը ապօրինի ծագում ունեցող իր գույքի բռնականցման հայցը դատարանում է եւ դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից օգուտ Հայաստանի Հանրապետությանը բռնականցել 17 գույք եւ 224 միլիոն դրամ։ Ես խնդրում եմ պատասխանել ինչ ընթացք կա նշածից վերաբերյալ եւ այս process-ը ինչ փուլում է գտնվում։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Ազարյան։ Մի մասով հարց վերաբերում է իրավապահներին, թող իրենք զբաղվեն։ Այն մասով, ինչ մասով ես ասելիք կարող եի ունենալ, ես այդ ասելիքը ասել եմ մարտի 9-ին կարծեմ Գյումրիում, ուրիշ ասելիք չունեմ, մնացած ասելիքը թող ասի գյումրեցին, իմ գործառույթն է, որ ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունենան, եւ ես կարող եմ ասել, որ այն, որ դուք ասում եք, որ որևէ դուրս պրծուկ չի կարա Հայաստանի ընտրողի կամքին բռնանա։ Եթե որևէ դուրս պրծուկ փորձի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրության կամքին բռնանա, ինքը շատ արագ կհայտնվի, որտեղ ասեմ, ասֆալտին, ամենաարագը տեղը։ Մնացածը թող գյումրեցիները ասեն, ես վստահ եմ, որ եւ գյումրեցիները, ոչ թե վստահ եմ, ես երաշխավորում եմ, որ եւ գյումրեցիները եւ փարաքարցիները ազատորեն իրենց կամքը արտահայտելու հնարավորություն կունենան, մեր դիրքորոշումն էլ հետեւյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք մենք ի գիտություն ենք ընդունելու եւ ժողովրդի ասածը մեզ համար օրենք է, իրանք թող տեսնելով եւ հենվելով փաստերի վրա կայացնեն իրանց որոշումը, ոչ թե մեր։ Արձագանք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հաջորդ հարցի համար Աննա Գրիգորյան, համեցեք։ Խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը, որը հողի վրա որևէ կերպ խաղաղություն չի բերելու, այսօր հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկվել է կառավարությունում ԿՊ խմբակցության հետ անվտանգության խորհրդում։ Ցավոք եւ ողբերգությունն այն է, որ ձեր կայացրած որոշումները միայն այդքանիտ վրա չի, որ տարածվում է։ Ձեր կայացրած որոշումների հետևանքը կրում է ամբողջ հայ ժողովուրդը։ Եվ ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր իսկ խոսքերը, որ երկրում իրական իշխանությունը ժողովուրդն է, դուք ընդհանրապես տեղապահն եք։ Եվ որպես տեղապահ չեք կարող ստորագրել մի պայմանագիր, որի մասին իրական իշխանությունը, այսինքն ժողովուրդը տեղյակ չէ։ Այսինքն դուք որպես ով եք պատրաստվում ստորագրել այդ փաստաթուղթը։ Դուք նման լիազորություն չունեք։ Հաջորդ հարցը։ Ցանկացած բանակցություն ենթադրում են փոխզիջումներ։ Այս հարցը մենք շատ անգամներ ենք հնչեցրել, երբեք չենք ստացել սրա պատասխանը։
Վերջերս հարցազրույցի ժամանակ դուք ասում եք, լավ է ինչա զիջել, որ Հայաստանի Հանրապետությունը, թող ասեն ինչա զիջել Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ սխալվում, չէ՞, նման հարցադրում էի հնչեցնում։ Հիմա ես ընդամենը մի քանիսը թվարկեմ, որից հետո ես կակնկալեմ, որ գոնե մեկ զիջում ադրբեջանական կողմից կասեք։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին։